շատ ուրախ եմ եւ կներեք շատ գոհ եմ, որ ես ինքս այդ որոշումները կայացրել եմ, որովհետեւ ես հիմա տեսնում եմ այդ որոշումների պատճառահետևանքային կապը։ Այդ որոշումն ա, որ ինձ հնարավորություն ա տալիս կներեք պերաշկի ուտել, 1000 ներողություն։ Ցավը տանեմ, լավ էլի, հերիքա էլի, ախ ինչ են լավ աշխատել։ Հասարակ մի բան ասեմ, էլի ինչն են լավ աշխատել։ Թոշակառու այս կինը լսել է վարչապետ Փաշինյանի այսօրվա հիմնավորումները, ինչպես ստացվեց, որ կարողացան թոշակներն ավելացնել 10,000 դրամով։ Պարզվում է թոշակ բարձրացնելուն նպաստել են նաև պետական համակարգում բաժանված միլիոնանոց պարգևավճարները։ Պետծառայողները մոտիվացված են աշխատել եւ նախատեսվածից ավելի արդյունք ապահովել։ Գործոններից մեկը, որը բերել են նրան, որ մենք այսօր կարող ենք սոցիալական ոլորտում պատմական փոփոխության հասնել, դա վարձատրության նոր համակարգն է, որի ներդրումը մենք սկսել ենք անցյալ տարվա առաջին կեսից։ Ծիծաղելի է, ում են էշի տեղ դրել։ Նա 2 միլիոն է ստանում, մեզ թուլափայ բանը ընտրություններից առաջ 10,000 դրամ են շպրտում։ Չտեսնված աշխատել են։ Իսկ ինչու չեն այնքան մոտիվացվել, որ միլիոնանոց թոշակ մեզ տան, իրենք 10,000-ով պարգևատրվեն։ Թոշակառուների մի մասին դեռ զայրացնում է պարգևատրումների թեման, բայց կան տարեցներ, որ վարչապետի պես շատ ուղիղ կապ են տեսնում միլիոնների ու իրենց թոշակի ավելացման միջև։ Տեսնում եմ, որ կյանքն առաջ է գնում, հարկեր-դուրքերը վճարում են բոլորը, ստացվում է, բյուջեն գումար կա, մարդիկ օգտագործում են լավ նպատակների համար։ Գտնում եմ, որ պարգևավճարները նորմալ է, եթե վճարվում։ Ու անկախ նրանից իհարկե լավ է, որ էֆեկտ է տալիս, բայց ամեն դեպքում նորմալ է։ Կառավարության այսօրվա նիստի մեծ մասը ավելի քան 40 րոպե կենսաթոշակների ավելացման մասին էր։ Գործադիրի անդամներն այս որոշումը պատմական են որակում, բարեկեցության նոր մակարդակ է ասում են։ Նվազագույն կենսաթոշակը ավել է պարենային զամբյուղից եւ միջին կենսաթոշակը ավել է սպառողական զամբյուղի արժեքից։ Դա չնչին գումար է, էլի դա թոշակառուներին չի օգնի։ Այս տղամարդը միայնակ է ապրում 66,000 դրամով, պնդում է անհնար է դրանով գոնե սնվել մեկ ամիս։ Հիմա ես ստիպված եմ իմ բնակարանը վաճառել, որ ես կարողանամ ապրել։ Այ այդ եմ անում։ Այս կինը կառավարության տված բոլոր հնարավորություններից օգտվում է։ Իմս 59-ն է, ես հետ վճարնել եմ ստանում, դառնում է արդեն 69 է, իմի որ ես 10-ն էլ ստանամ, չգիտեմ 10-ը իմս թե ոնց է, չգիտեմ, էլի բան է, էլի լավ է։ Միևնույնն է ասում է, եթե օգնող չունենար, ինչ բարեկեցություն։ Դժվար կլիներ, դե հիմա ասենք ընտանիքիս անդամները կոմունալներ են մուծում, ես օրական մի հատ հաց, մի հատ բան բոլորիս համար առնում եմ այդպես։ Վարձացեցին ինչի համար, որ գնանք իրանց ընտրենք իբր։ Դե խաղեր են, առաջինչի չէին տալիս, հիմա որտեղից այդ փողը վերցրեց, ավելի լավ չխոսամ, էլի, դա կաշառկա, ու վсё։ Որտեղից փող այն էլ միանգամից 78 միլիարդ դրամ թոշակների ավելացման համար հենց այսքան գումար է պետք։ Պարզվում է ֆինանսների նախարարությունն էլ այս առումով հարցեր ունեցել։ Թոշակների ավելացման վերաբերյալ որոշման նախագծի փաթեթում գերատեսչությունն այս քայլը ռիսկային է համարել։ Գրել են ֆինանսավորման աղբյուրները հստակ չեն։ Գործադիրի այսօրվա նիստում փոխվարչապետ Խաչատրյանն ասաց, Ֆիննախի հետ քննարկել են ու լուծում գտել։ Որ մենք երկու բան ենք անելու, առաջինը հատկացումները կատարել ենք երամսյակային կտրվածքով լրացուցիչ հատկացումները, որ տարվա ընթացքում ֆինանսական կառավարությունը մշտապես լինի մեր տեսադաշտում եւ խելամիտ կարգավորումների ներքո, եւ երկրորդը վստահ ենք, որ պետական եկամուտների կոմիտեի հետ նաեւ նախապես քննարկումների արդյունքում ձեր իսկ կողմից նշված արդեն ավելի բարձր տնտեսական աճի բազայի վրա նոր հարկային եկամուտների ակնկալիքներ ունենք, որոնք տարվա ընթացքում իրագործվելու են, իրացվելու են։ Որոշ տնտեսագետներ ահազանգում են թոշակների բարձրացման անակնկալ որոշումը, որ բյուջեով էլ նախատեսված չէր, կարող է ռիսկեր ստեղծել, օրինակ գնաճի առումով։ Ավելի արդյունավետ են համարում, եթե աստիճանաբար նախորդ տարիների ընթացքում սահուն ավելանար թոշակը։ Բոլորի շնորհավորում եմ։ Հարցը դրվում է քվեարկության։ Ամեն ինչ կառավարելի է, վստահեցնում են կառավարական կաբինետում։ Այնպես չի լինի, որ փող չգտնեն ու թոշակը չբարձրանա։ Ապրիլի ուղիղ 1-ին 623,353 թոշակառու կստանա 10,000-ով ավելացած թոշակ։